Բարև ձեզ բարեկամներ, Սիմոնյան Post YouTube-յան ալիքի եթերում այսօր զրուցելու եմ գյումրեցի ընդդիմադիր գործիչ Կարապետ Պողոսյանի հետ, բայց մինչև մեր զրույցը սկսելը պետք է խնդրեմ, որ անպայման բաժանորդագրվեք ալիքին, շատ պասիվ եք, նայում եք, չեք բաժանորդագրվում, ինչպես կասեր դասականը սիրուն չի։ Նաև հավանեք տեսանյութը եւ գրեք մեկնաբանություններ։ Բարև ձեզ, պարոն Պողոսյան։ Բարև ձեզ, սպանություն։ Պարոն Պողոսյան, Մակրոնը եկավ Գյումրի, ժողովրդավարությունը, հա, այդ եվրոպական դեմոկրասին կամ ինչպես ֆրանսիացիները կասեին լիբերացիոնը թվում էր թե պետք է բերեր Գյումրի եւ նրանից մետր հեռավորության վրա կալանավորված Միքայել Սրբազանը, ով խղճի կալանավոր է եւ քաղբանտարկյալ, ով անազատության մեջ է ոչինչ չանելու համար, բառացիորեն ոչինչ, պետք է որ ազատ արձակվեր, բայց Մակրոնը եկավ, Փաշինյանի հետ գուրգուրվեց, համբուրվեց, գնաց, Գյումրի ինչ բերեց ձեզ։ Գիտեք, մինչ Գյումրի գալը ես ավելի շատ Մակրոնի նկատմամբ ընկալում ունեի, որ նա Ֆրանսիայի նախագահն է, ինչպես դուք նշեցիք, Եվրոպայի ժողովրդավարության կրողներից մեկը, եվրոպական ամենակարևոր պետություններից մեկի առաջնորդը, բայց այս վերջի այցը շատ մեծ հիասթափեցրեց ինձ, ավելին Գյումրիում ես իրեն ընկալեցի ոչ թե Ֆրանսիայի նախագահ, այլ որպես Նիկոլ Փաշինյանի նախընտրական տասովճիկ։ Որովհետև բացի նրանից, որ ինքը փորձում էր ամեն կերպ աջակցել մեր երկրի չարեկին, ինքը որևէ կերպ չներկայացրեց ոչ իր պետությունը, ոչ իր դեմոկրատիան, ոչ իրենց երկրի դավանած ժողովրդավարական արժեքները։ Ինչպես եւ ձեր խոսքում շատ տեղին նշեցիք, նա եկել էր մի քաղաք, որի ամենաընդունված քաղաքացիներից մեկը, որի ամենակարևոր հոգևոր նշանակություն ունեցող անձը, թեմի առաջնորդը կալանավորվել էր ոչ մի բանի համար։ Եվ գուցե մի փոքր կարծիքս նախկին օրերին իշ Հայաստանում գտնվելու եւ ոչինչ չանելու փոխվեր, եթե թեկուս չեմ ասում խնդրեր կամ պահանջեր ազատել Սրբազանին, գոնե համարձակություն ունենար հանդիպեր Սրբազանի աջակիցների հետ, երիտասարդների, որոնք շրջապատված էին հարյուրավոր ոստիկաններով, ինքը փորձեր այդ ոստիկանական պատնեշը խախտել, մոտենալ եւ երիտասարդներին լսել։ Նույնիսկ այս դեպքում կարելի էր ընկալել, որ իսկապես Մակրոնը մտահոգ է Հայաստանում տիրող ժողովրդավարական վիճակով, ինչպես ինքն էր ասում, բայց իրականում ոչ, նա եկել էր սովորական տասովճիկի կարգավիճակով եւ ուներ ընդամենը մեկ նպատակ՝ հնարավորինս էլ ավելի խաթարել հայ-ռուսական հարաբերությունները եւ տեսեք պատահական չէր, որ ինքը դա փորձեց հենց սրել Գյումրիում, ինքը եկել էր այստեղ ուղղակի աջակցելու մի չարիքի, որը իրականում պատուհաս է հայ ժողովրդի գլխին։ Տեսեք, նույնիսկ ես այսպեսի բան ասեմ, առհասարակ քաղաքականության մեջ շատ կարևոր է ավանդույթների պահպանումը։ Ինքը չպահպանեց այն ամենակարևոր ավանդույթը։ Ինքը չայցելեց այն օջախը, կրտօջախը, որը մշտապես խորհրդանշել է հայ-ռուսական բարեկամությունը։ Խոսքը Գյումրու թիվ 10 դպրոցի մասին է։ Բոլոր նախագահները, ինչպես հայ-ֆրանսիական բարեկամություն։ Հայ-ֆրանսիական կներեք, ինքը նույնիսկ չփորձեց այդ բարեկամության խորհրդանիշ հանդիսացող դպրոցը այցելել, իսկ նախկինում բոլոր պաշտոնյաները, ովքեր ֆրանսիացի պաշտոնյաները եկել էին Գյումրի, նրանք անպայման այցելել էին 10-րդ դպրոց եւ ունեցել էին որոշակի ավանդ։ Ավելին ասեմ, օրվա իշխանությունները նույնիսկ շատ փութաջան կերպով պատրաստվել էին այդ դպրոցի տարածքում եղած ասֆալտը քանդել, նոր ասֆալտ էին արել, ճանապարհային այսպես գծանշումներն էին թարմացրել, նույնիսկ կոլեկտիվին հատուկ ցուցակով կանչել էին դպրոց, ովքեր նաև
համապատասխան զննում էին անցել, բայց իրականում ինքը չուզեցավ։ Ինչի համար, որովհետև ինքը բարեկամ չէր, որ այցելեր այդ բարեկամության խորհրդանիշ դպրոցը։ Այ որովհետեւ ձեր հետևորդներին ավելի པարզ լինել, ես ուզում եմ շատ կարճ պատմել նաև այդ դպրոցի պատմությունը։ Տեսեք, դպրոցը հիմնադրվել էր 1930-ական թվականներին եւ ի սկզբանե ինքը եղել է ֆրանսիական թեկումով։ Եվ մշտապես նույնիսկ խորհրդային տարիներին դպրոցի հետ ֆրանսիական պետությունը ունեցել է բարեկամական շատ ջերմ հարաբերություններ։ Եվ երկրաշարժի ժամանակ դպրոցը հիմնովին ավիրվել էր եւ հարյուրավոր երեխաներ էին զոհվել այնտեղ։ Ու մինչև 90-ականների կեսը դպրոցը գտնվում էր տնական թաղամասում։ Այստեղ մի շատ կարևոր պատմություն կա։ Տեսեք, դպրոցը վերակառուցվեց ֆրանսիական գումարով։ Ժամանակին Ֆրանսիայի վարչապետը անձնական 2 միլիոն դոլար էր նվիրել այդ ժամանակ Հայաստանի Հանրապետության վարչապետ Հրանտ Բագրատյանին, ով համեստորեն հրաժարվել էր այդ նվերից եւ ամբողջովին այդ գումարը փոխանցել էր այդ դպրոցի կառուցմանը։ Ու մինչ այս պահը դպրոցը շատ կարևոր դեր ունի Գյումրի քաղաքում որպես կրթական օջախ, որպես հայ-ֆրանսիական բարեկամության խորհրդանիշ։ Իսկ Մակրոնը չայցելեց։ Ինչու? Որովհետև ինքը Հայաստան չէր եկել որպես բարեկամ։ Ինչպես նախկինում ենթադրենք Ֆրանսուয়া Միտերանը կամ Նիկոլա Սարկոզին, ինքը որպես բարեկամ չէր եկել։ Ինքը եկել էր ուղղակի թուրքական շահեր սպասարկելու։ Մակրոնը։ Ինչպես? Մակրոնը։ Մակրոնը, այո։ Ես ավելին ասեմ, այդ եվրոպական համայնքի գագաթնաժողովը ես ավելի շատ նմանեցրեցի Պորենիների խրախճանքի, որովհետև հավաքվել էին մարդիկ, ովքեր մեծ ներդրում էին ունեցել Արցախի կործանման մեջ եւ նրանք եկել էին տոնելու իրենց, այսպես ասած, շատ լավ գործարքը եւ միևնույն ժամանակ հասկանալու թե Հայաստանի կործանումից ով ինչ փայ է ունենալու։ Եվ ամենայն հավանականությամբ Երևանում իրենք արդեն հստակեցրեցին յուրաքանչյուրը իրենց փայ եւ շարունակեցին իրենց ծև գործը։ Շատ լավ, պարոն Պողոսյան, կարճատև գովազդ կլինի հիմա մեր եթերում եւ կշարունակենք։ Հայաստանի առջև ծառացած ճակատագրական մարտահրավերների այս օրերին ազգային ժողովրդավարական բևեռը ընտրապայքարի մեջ մտել է հանուն մեր պետականության եւ վաղվա օրվա հանդեպ հավատի վերականգնման։ Այս տարիների ընթացքում մեր պայքարը կայացել է բացառապես հայ մարդու օժանդակությամբ։ Մենք չունենք հովանավորներ եւ այդտեղ է մեր ուժի բացառիկությունը։ Բևերի միակ պատվիրատուն եւ տերը հայ ժողովուրդն է։ Որպեսզի ազգային ծրագիրը հասանելի դառնա յուրաքանչյուր հայ ընտանիքի եւ ճեղքվի տեղեկատվական լրությունը, նախաձեռնել ենք նախընտրական թելեթոն հանգանակություն։ Ձեր մասնակցությունը մեր քաղաքական անկախության երաշխիքն է։ Թելեթոնը տեղի կունենա Լոս Անջելեսում մայիսի 8-ին երեկոյան 20:00-ից մինչև ժամը 1-ը, Երևանում մայիսի 9-ին առավոտյան ժամը 7-ից մինչև 12:00։ Թիկունք կանգնեք ազգային ուժին, աջակցեք բևերին։ Հավատ, հայրենիք, ինքնիշխանություն։ Իգործ։ Պարոն Պողոսյան, Ալիևը այդ եվրոպական քաղաքական համայնքի գագաթնաժողովին ելույթ ունեցավ տեսակապով։ Նա Արցախահայությանը եւ ըստ երևույթին նաեւ ողջ հայությանը անվանեց ռազմական հանցագործ եւ Փաշինյանը նրան պարզապես շնորհակալություն հայտնեց ելույթի համար։ Սա նորմալ է, սա ինքնիշխանություն է, սա խաղաղություն է, խաղաղությունը էսպես է, ասում խաղաղությունը երբ որ չեն կրակում, բայց սա կրակոց չէր։ Երբ որ մի ողջ ժողովրդի ասում ես ռազմական հանցագործ, դա կրակոց չի մեր ուղղությամբ։ Տեսեք, մեր համար բնականաբար այս ամեն ինչը նորմալ չէ, բայց Փաշինյանի տեսակի համար նորմալ է։ Նախ մենք չմոռանանք իրականում ով է Նիկոլ Փաշինյանը։ Նա օդար երկրյա զավթողների կողմից նշանակված կառավարիչ է։ Եվ իրականում պատերազմը սկսվել է ոչ թե 2020 թվականի հունիսին կամ 2020 թվականի սեպտեմբերի 27-ին, այլ պատերազմը սկսվել է 2018 թվականի ապրիլ-մարտ ամիսներից։ Եվ այդ փուլից սկսած պատերազմը ունեցել է տարբեր դրսևորումներ։
Առաջին դրսևորումը դա փողոցներ լցնել եւ հիբրիդային պատերազմի միջոցով Հայաստանում իշխանազավթում իրականացնել էր։ Երկրորդը այրունալի գործողություններն էին, իսկ մինչև այս պահը պատերազմը որպես այդպեսին չի ավարտվել, որովհետեւ այդ դուք շատ տեղին կրկին նշեցիք Ալիևի խոսքերը դա ոչ թե խաղաղության մասին էին Ալիևի խոսքերը, այլ պատերազմի մասին էին եւ շարունակվող պատերազմի ու նաեւ սպառնալիքների, որովհետեւ Ալիևը ոչ թե իր խոսքում Արցախի ռազմաքաղաքական ղեկավարներին էր փորձում վիրավորել եւ հանցագործներ անվանել, նա իր խոսույթում հանցագործ համարեց բոլոր նրանց, ովքեր սիրում են մեր երկիրը, մեր հայրենիքը, մեր արժանապատվությունը, ովքեր հարգում են եւ խոնարհվում են մեր հայրենիքի համար կյանք տված տղաների առաջ, այսինքն այսօր Ալիևը ինչ է պահանջում, գլխատել բոլոր նրանց, ովքեր ունեն հայրենասիրություն եւ ինքնասիրություն։ Իսկ Փաշինյանը հլու հնազանդ կատարում է նրա բոլոր հրահանգները, որովհետև իրականում ինքը ոչ թե Հայաստանի Հանրապետության վարչապետն է, այլ ինքը Ալիևի Էրդողանի կողմից նշանակված կառավարիչն է։ Հետևաբար մարդ, ով կատարել է բազմաթիվ հանցանքներ, ով բազմաթիվ չարիքներ է բերել Հայաստանի գլխին, ինքը պետք է երազի միայն մեկ բանի մասին՝ Հայաստանի կործանում, որովհետև եթե Հայաստանը չի կործանվում, Հայաստանը նորից կարողանում է իր մեջքը շտկել, առաջինը դրանից տուժելու է Նիկոլ Փաշինյանը եւ հաջորդ պատասխանատվության ենթարկվողը լինելու է Իլհամ Ալիևը, այդպես շարունակ։ Դա Աստված, որ մենք կարողանանք առաջիկայում ունենալությունը կրկին մեր պետականությունը վերականգնելու, ես վստահ եմ, որ հաջորդ գլխավոր դատախազի հիմնական գործը կլինի այս տարիներին տեղի ունեցածի ուսումնասիրությունը եւ իրավական գնահատականի ներկայացնելը եւ արդյունքում չզարմանաք, եթե վաղը մյուս օր պարզվի, որ Հայաստանի իշխանությունները ունենալով համապատասխան կամք, չգիտեմ, հետախուզում կհայտարարեն նույնիսկ Մակրոնի նկատմամբ, որովհետեւ սա միայն մեկ հոգու գործ չէր։ Հասկանում եք, մեզ ուղղակի ամեն կերպ ճնշելով տարատեսակ եւ թույլատրելի զենքերով ոչ թույլատրելի եւ հիբրիդային պատերազմում մեզանից խլեցին հազարավոր կյանքեր եւ մեր հայրենիքի մի մասը։ Ես սա համարում եմ իրականում տարի հանցագործությունը, որը չի էլ ավարտվել եւ այդ հանցագործությունը շարունակվում է եւ նույն այդ եվրոպական տասովщикները, այո, ես իրենց չեմ անվանի այլևս եվրոպական երկրների լիդերներ, որովհետև իրենք ցույց տվեցին, որ իրենք Փաշինյան Նիկոլի նախընտրական շտաբի տասովщикներն են։ Այդ տասովщикները իրենք բոլորը այսօր զբաղված են մեկ բանով՝ ամեն ինչ անել, որպեսզի չլինի Հայաստան, որպեսզի չլինի արտարադատության պահանջ ներկայացնող։ Բայց Մակրոնին դա ինչի է պետք։ Ես չեմ կարող ասել ինչին է պետք, դա հետագայում արդեն նախաքննությունը կարծում եմ կպարզվի, գուցե մեծ գումարներ է աշխատել, ասենք թուրքական ինչ-որ մեծ գումարներ է աշխատել, որովհետև Արցախը Ադրբեջանը չկարողացավ պատերազմով տանել, Արցախը Ադրբեջանը կարողացավ մեծ գումարներ ծախսելով տանել, ու մենք հիշում ենք դեռևս նախանիկոլյան շրջանը, երբ նորից տարբեր ԵԱԿ պաշտոնյաների կամ եվրոպական խորհրդի պաշտոնյաների անընդհատ իմանում էինք, որ Ալիևը փորձել էր ինչ-որ կերպ կաշառել կամ մենք տեղյակ ենք բազմաթիվ խոշոր ֆինանսական հոսքերի մասին, որտեղ եվրոպական շատ պատգամավորներ անընդհատ ծառայում են Ալիևին եւ այս վերջի տարիներին վստահաբար մենք կարող ենք ասել, որ Ադրբեջանը շատ մեծ գումարներ ծախսեց եւ այդ մեծ գումարների արդյունքում էր, որ մեր հայրենակիցները 9 ամիս ուղղակի սոված ապրեցին եւ 9 ամիս հետո ստիպված եղան հազարամյակներով իրենց տները, բնակավայրերը, գյուղերը լքել եւ հեռանալ։ Այս ցեղասպանությունը եւ այս ցեղասպանությունը միայն Ալիևը չի իրականացրել։ Այս ցեղասպանության իրականացնողը, այո, եղել է թուրքական աշխարհը, մասնավորապես Ալիև Էրդողան զույգը։ Դրանց
սպասարկող է եղել է Նիկոլ Փաշինյանը, իսկ աջակցությունը եւ թույլտվությունը, թողտվությունը տվել է ամբողջական արևմուտքը։ Սա որևէ մեկը չի կարող հերքել։ Եվ վաղը մյուսը, երբ մենք նորից մեծ կշտկենք եւ պահանջատիրությամբ հանդես գանք, մենք միայն Ալիևից կամ Էրդողանից չենք պահանջելու, մենք բոլորից պետք է պահանջենք, այդ թվում նույն Ֆրանսիայի նախագահից։ Պարոն Պողոսյան, Մակրոնը չթաքցրեց, որ ինքը աջակցում է Նիկոլ Փաշինյանին այս ընտրություններում եւ փաստորեն ողջ արևմուտքն է աջակցում Նիկոլ Փաշինյանին։ Այս դեպքում, երբ որ արևմուտքի այդ ուժեղ պետությունները անթակույց, այսպես ժողովրդական լեզվով ասած, ապաշխյարա ասում են, որ Նիկոլ Փաշինյանն իրենց տեխնացուն է։ Այստեղ հայ ժողովուրդը էլ բան կարող է փոխել, արժի ընտրությունների մասնակցել ընդհանրապես, ինչ եք կարծում։ Գիտեք, ընտրությունների մասով ես իմ կարծիքը բավականին շատ եմ արտահայտել գոնե վերջին 1 տարվա ընթացքում։ Այստեղ ուղղակի հայ ժողովուրդը պետք է քվեախցիկ մտնելուց առաջ մի պահ հիշի Ուկրաինան ինչ եղավ։ Ուկրաինայում էլ է, չէ՞, ամբողջ ողջ արևմուտքը աջակցում են, չէ՞, ուկրաինացիներին։ Այո։ Եվ արդյունքում զոհվում են միայն ուկրաինացիները, չէ՞։ Ասենք որևէ գերմանացի, իսպանացի, իտալացի կամ ֆրանսիացի չզոհվեց այնտեղ, կամ ամերիկացի։ Զոհվում են ուկրաինացիները։ Այ հայ ժողովուրդը քվեախցիկ մտնելուց պետք է դա հիշի։ Հայ ժողովուրդը քվեախցիկ մտնելուց պետք է հիշի 44-օրյա պատերազմը, պետք է հիշի Ջերմուկի եւ Վարդենիսում տեղի ունեցած ռազմական գործողությունները 2022 թվականին, պետք է հիշի բոլոր գերեվարված անձանց, անկախ նրանից այս պահին գտնվում են Բաքվում, թե այլևս Հայաստանի Հանրապետության տարածքում։ Այսինքն այստեղ եթե որևէ մեկը գնում է ընտրության, ու շատ կարևոր է որ գնան իհարկե, բոլորը պետք է այդ ամեն ինչը հիշեն, այդ ամեն ինչի մեջ պետք է պատկերացնեն ինչ կարող է լինել նաև իրենց ընտանիքի անդամների հետ, նոր գնան մտնել այդ ընտրություններին։ Իհարկե շատ լավ կլիներ, որ հետայսու Հայաստանում բոլոր ընտրություններն իրականացվեին առանց ՔՊԻ եւ Նիկոլ Փաշինյանի։ Էլ ավելի լավ կլիներ, եթե քաղաքական դաշտում, ընդդիմադիր դաշտում լիներ միասնություն, փոխըմբռնում եւ մենք այս ընտրություններից առաջ կարողացած լինեինք իրականացնել impeachment, որի հնարավորությունը շատ ռեալ կար։ Բայց չստացվեց։ Ինչ պատճառներով ես այս պահին չեմ ուզում խոսել, հարգելով այն հանգամանքը, որ ֆրանտամենը ժամեր հետո սկսվելու է քարոզարշավ եւ ես չեմ ուզում որևէ մեկի նախընտրական ծրագրին կամ պայքարին խանգարեմ, բայց արդեն հունիսի 7-ից հետո շատ ավելի անկաշկանդ կխոսենք եւ հստակ կտրվի գնահատական յուրաքանչյուրի վերջին 8 տարում կատարած գործողությունների մասին։ Պարոն Պողոսյան, ես էլ իմ կողմից որպես լրագրող խորհուրդ կտամ եւ կառաջարկեմ մեր քաղաքացիներին շատ ուշադիր հետեւել նախընտրական քարոզարշավին, մասնավորապես ընդդիմադիր ուժերին, լսել եւ տեսնել թե ում ծրագրերն են ավելի ռեալ եւ անպայման գնալ քվեարկության եւ իրականացնել իրենց քվեարկությունը, որովհետեւ այնուամենայնիվ, եթե դա մի օգուտ չտա, վնաս հաստատ չի տա։ Եվ վերջում կուզեմ ձեզ, այսպես ասած, ձևավորված ավանդույթի եւ ժանրի կանոնների համաձայն հարցներ Սարիկ Մինասյանից, դուք կարծես արդեն դառնում եք սպեցիալիստ պա Սարիկու Մինասյանու, էլի։ Այս մարտելի վերջերս խայտառակ հայոյանքներ, բան, ինչ է կատարվում, դա Գյումրու մթնոլորտն է, թե Գառնանային ինչ որ ազդեցություններ են, ինչու է այդ մարդը հրապարակային բերանը բացել ու չի փակում։ Անկեղծ ասած տեղյակ չեմ, որ նորից ինչ-որ բան է կգնել, ես չգիտեմ, իրականում չեմ ուզում դառնալ սպեցիալիստի իր մասը, որովհետև հաստատ շատ ավելի լուրջ գործեր ունեմ, քան նստեմ վերլուծեմ, օրինակ նրա հոգեգան կամ հոգեբանական վիճակը, գուցե հասկանում է, որ շատ մեծ ոչ եթերային բառ կա, չեմ լավ չասեմ, մեծ կերտի մեջ է հայտնվել, երևի դա հասկանում է եւ արդյունքում նյարդերը տեղիք են տալիս,
Բոլոր դեպքերում այսօր յուրաքանչյուրն էլ դեռ ժամանակ ունի իր սխալներն ուղղելու, իր մեղքերը քավելու եւ շատ կուզենամ, որ նույն Սարիկն էլ մտածի եւ իր կյանքով, իր հնարավորությունների սահմանում անի այնպիսի մի քայլ, որը ժողովրդի մոտ իր նկատմամբ իսկապես հարգանք կձևավորի։ Հիմա գնա այդ ճանապարհով թե կշարունակի խորդակվել, սա արդեն իր գործն է։ Հուսով եմ հաջորդ անգամ ինձ նորից տհաճություն չեք պատճառի նման հարց տալով։ Չէ, դե Կներեք։ եթե էլի հայոյի ում հարցնեմ։ Ձեր համերկրացին եմ ում Համար կդամ զանգեքորեն։ Եղավ։ Շատ լավ, շնորհակալ եմ ձեզ այս զրույցի համար, հետևենք process-ներին, մանավանդ որ ինչպես դուք նշեցիք, արդեն մեկնարկում է նախընտրական փուլը, այսինքն գրկերը ավելի թեժանում են, քարոզչությունն ավելի ագրեսիվանում ու սրանում է, քաղաքական խոսույթը ավելի երկներանգ եւ գունեղ է դառնում, մեզ էլ դե քննարկելու շատ առիթներ են ստեղծվում։ Ինչով է, իմաստություն եւ խոհեմություն ցանկանանք մեր ժողովրդին հույս ունենալով, որ այս ընդրություններում իսկապես շատ լուրջ բեգումնային հնարավորություններ կձևավորվեն։ Շնորհակալ եմ շատ։